Ձեռք բերեք իտալական եւ իսպանական նորաբոճ սալիկների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3900 դրամից։ Պապան, հիմա այս ԵԱՏՄ-ի ընդունածի քանակները մենք վերլուծում ենք, հիմա այս տարի 19000 արդեն բերել են։ Մեզ հիմա 15000 քվոտա են տալի, այսինքն մեր քաղաքացիները կարող են 15000-ից օգտվել, որովհետև այդ դեպքում նաև մաքսատուրք չեն վճարելու, բացի ավելացված արժեքի հարկից։ Այսինքն մեր այս տրամաբանության մեջ մենք 4-5000 մեքենայի արտոնություն ենք տալի։ Եթե տվյալները նույնը լինեն, ինչ որ 25 թվականին այս պայդրությամբ ըստ մեր տվյալները 19000 է ներկրված։ Հիմա մենք կարող ենք այնպես բաշխել, որպեսզի այդ քաղաքացիները, որոնք իսկապես բերելու են եւ նպատակը լինելու է մեր շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը, նաեւ կարողանան օգտվել ԵԱՏՄ-ի տված այդ հնարավորությունից առավելապես, որովհետեւ եթե դիլերներին ենք մենք հաշվարկի հիմքում դրեք նաեւ դիլերներին տալու իմաստով էս գաղափարը, էլի որ դիլերներին չտանք մի այնպիսի քանակություն, որ մեր քաղաքացիները, որոնք իսկապես ոչ թե բիզնես են անում, այլ բերում են իրենց անձնական օգտագործման համար, ունենան հնարավորություն օգտվելու քվոտայից։ Այս իմաստով անում գործեր։ Շնորհակալ եմ։ Իմ գործընկերներն այս բարձրաբանեցին, որ խոսքը վերաբերում է ձևակերպմանը, այսինքն պետք է ձևակերպի մինչև 31-ը։ Պարոն Բագրատյան, ձեր հարցի պատասխանը նա է, որ դիլերներն էլ են մեր քաղաքացիները։ Օրինակ ես գիտեմ մի քաղաքացի, ով մեքենա չի պատվիրում, որովհետև չի վստահում, ով մեքենա չի պատվիրում ուղղակի ֆիզիկական անձից։ Ինքը ասում է, ես մեքենա եմ ընտրում մենակ դիլերից, որովհետև դիլերը իրեն տալիս է երաշխիք, որովհետև դիլերը իրեն տալիս է եւ այլն, այսինքն այո, դա ծառայություն է։ Հիմա դիլեր եւ կան մարդիկ Հայաստանում, որոնք դիլերից են առնում։ Երբ որ դիլերը 3000 հատ ներմուծել է, նշանակում է 3000 հատ վաճառել է։ Նշանակում է Հայաստանում կա 3000 մարդ, որ նախընտրում է աշխատել դիլերի հետ։ Հիմա այս կոնտեքստում ես կարծում եմ, որ երբ որ մենք բաշխում ենք անում դիլերներին այսքան մնացած ֆիզիկական իրավաբանական անձանց, այս նաև այդ, որովհետև դիլերներն էլ են մեր քաղաքացիներին սպասարկում, եւ եթե դիլերների առաջարկը հետաքրքիր չլիներ ու պետքական չլիներ, չէին լինի մարդիկ, որոնք որ միայն դիլերական պայմանագրերի միջոցով եւ կգնքեին իրենց ուրեմն պայմանագրերը։ Ավելին ասեմ, կա մի մոլորություն, այ թե տարբեր ֆիզիկական անձինք բերում են, ներողություն, տարբեր կազմակերպություններ բերում են եւ իրենք քաղաքացիների քվոտան վերցրել են։ Այդ եկել է նրանից, որ մեքենա պատվիրող քաղաքացիների մեծ մասը ոչ թե ինքն է ուզեցել պատվիրի, այլ գնում է որևէ իրավաբանական անձի մոտ, այդ թվում ոչ դիլեր։ Ասում է, ես ուզում եմ այս մեքենայից, կգա կհասնի Երևան կառնեմ։ Այսինքն մեծամասամբ մարդիկ ոչ թե նստում են համակարգչի առաջ իրանց համար օրինակ Չինաստանից մեքենա են պատվիրում, այլ կազմակերպության միջոցով։ Եվ այդտեղից է առաջացել, թե կազմակերպությունները մարդկանց քվոտան տարան։ Կազմակերպությունները մարդկանց քվոտան չտարան, եթե կազմակերպությունները դիլերները չլինեին, մենք մի քանի հազար մեքենա ընդամենը կարայինք ներմուծեինք, ասենք 2-3000։ Դրանից ավել մարդիկ չէին անի, որովհետև բազմաթիվ մարդիկ այդ հմտությունները չունեն, այդ վստահությունը չունեն, լեզվի իմացության խոչընդոտ կա եւ այլն, եւ իրանք ասում են, ես պատրաստ եմ օրինակ այսքան միջնորդավճար տամ այս կազմակերպությանը, որ ինքը իմ համար ներմուծի, այն մյուսները ասում են, ես պատրաստ եմ մի հատ էլ ավել վճարեմ այս մյուս կազմակերպությանը, որ ինձ տա օրինակ երաշխիք։ Պարոն Պապայան, իհարկե պարզ է, որ դրանք մեր քաղաքացիներն են, պարզ է, որ շատերը լեզվական հմտություններ չունեն, դիմում են դիլերներին, բայց դրանով հանդերձ մեր հաշվարկը 25 թվականի համար ճիշտ դուրս չեկավ։ Մենք 5000 ենք դիլերներին տվել, պարզվեց ամենայն դեպս իրենք իրենց բերած քանակը չկարողացան իրենց տրված քվոտան չիրացրեցին։ Նշանակում է մենք այդ հաշվարկի մեջ որոշակի մտածելու բան ունենք։ 90%-ով իրացրել են հիմա հասկանալի է։ Հիմա մենք 90%-ով Պարոն Պապյան, հիմա մենք չվերցնենք այս անգամ էլ այդ 15000-ի կեսը տանք դիլերներին, ելի խնդիր ունենանք։ Այսինքն իմ ասածի իմաստը որն է, որ մենք դեռ չենք հաշվարկ արել, հաշվարկը անենք անես ճիշտ, որպեսզի կարողանանք նաև քաղաքացիների շահերը սպասարկեն, եւ որ նաև ասում եք
որ դիլերների միջոցով են արում, այո, ով որ կարողություններ ունի, հնարավորություն մեծ է, որ 2000 կամ $1000 ավել տա, բնականաբար դա ձեռնտու է դիլերից վերցնի, բայց կան քաղաքացիներ, որ ծերով մի կերպ անում են, նրանց էլ պիտի օգնենք, էլի, որ կարողանան մատչելի գնով էլեկտրոմոբիլ ունենան։ Խնդիրը սրա մասին է, իհարկե օգնում ենք, բայց ամբողջ մեր արածը ամբողջ է, մեր օգնությունն է հենց մեր քաղաքացուն։ Պատասխանը Պարոն Բագրատյան, իրականում մեր քաղաքացիների համար ենք անում։ Այս որոշումը 15000 մեքենայի բայց գլուխ չկովանք, էլի, պատահական որոշում չի, հեշտ որոշում չի, սրա տակ բանակցություններ են, քայլեր են, չբացահայտեմ, այսինքն ոչ մեկ մեզ չի եկել, ոչ մեկ մեզ չէր տա, գնայինք ասենք մենք ուզում ենք 15000 մեքենա, ոչ մեկ մեզ չէր տա այդ մեքենան։ Սրանք գործողություններ են, որի արդյունքում ստացել ենք, որպեսզի մեր քաղաքացիները գոհ լինեն։ Մեր քաղաքացիները ունեն այդ Պարոն Պապյան, Ժորժ ջան, ես խնդրում եմ բան չանեք, դուք ավելի բարձր եք, ոնց որ դիտման բան եք։ Հիմա մեր դիլերները, տեսեք, իրականում մենք կարանք ասենք 100% ճշգրտություն ենք ունեցել։ Ընթացքում բան է փոխվել։ Ռուսաստանում ասենք օրինակ այդ ուտիլի օրենքն է ընդունվել, որը բերել է նրան, որ հերթեր են առաջացել Ղազախստանում, այսինքն բոլոր ուզեցել են բերել մինչև հունվարի 1-ից ուտիլի օրենքը խստանում է, այդ բերել է նրան, որ հերթեր է առաջացել, հիմա այս մարդիկ 3000 մեքենա պատվիրել են։ 3000 պատվիրել են, ուղիղ 100%-անոց արդյունք է լինելու, բայց ճանապարհին է մնացել, չեն հասցնի բերեին։ Շնորհակալություն։ Այդտեղ մենակ մի խնդրանք, պարոն Պապյան, քանի որ այդ որ մասն է դիլերներինը, որ մասը ֆիզիկական անձանց է, այդ մասով մեզ անգամ այս գործող արտոնության հետ կապված շատ էին հարցեր տալիս։ Ես կարծում եմ, օրինակ շատ լավ կլինի, եթե էկոնոմիկայի նախարարության ձեր կայքում, օրինակ հրապարակեք, որ ընկերություններին է այդ քվոտան բաշխվել, ամեն մեկը ինչքան է բերել։ Չեմ կարծում, որ դա կոմերցիոն գաղտնիքի էլեմենտ պարունակի, որովհետև ամեն դեպքում արտոնություն է։ Եթե մարդը, խնդրեմ, եթե կարողանաք, որովհետև այդ մասով էլ որոշ շահարկումներ կային։